Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, այսպես կտրուկ արագ մենք եկանք, շատ հետաքրքիր թեմայից ենք իրականում մենք այսօր խոսելու, խիստ կարևոր, խիստ արդիական եւ շատ հետաքրքիր հյուր ունենք մենք այսօր։ Ըստ վիճակագրության ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում քաղցկեղով հիվանդությունների թվի աճ է գրանցվում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է իրազեկման արշավ մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ ծրագրի վերաբերյալ։ Խրախուսելով շահառուների մասնակցությունը սկրինինգային հետազոտությունների, միտված բնակչության առողջության պահպանմանը, որով բավականին թանկ հետազոտությունները ամբողջությամբ անվճար են, ինչպես նաև հետագա բուժումը եւ այլն։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում սիրով հյուրընկալել ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի սկրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրեն խորհրդական Անի Ալավերդյանին։ Բարի առավոտ, Անի, շնորհակալ ենք մեր տաղավարի հյուրընկալվելու համար, առավել եւս այս կարևոր թեմայի շուրջ խոսելու։ Քիչ առաջ խոսում ենք հենց այն մասին, որ մեր բնակչության գրեթե ամեն երրորդին այսպես բաժին է ընկնում այս հիվանդությունից, ինչ որ մասնաբաժին ցավոք եւ ինչ է պետք անել, որպեսզի ավելի իրազեկ լինել, ավելի քչացնենք այս ցուցանիշը գոնե։ Նախ շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Իրոք ցավոք այսօր մահացության գլխավոր պատճառներից մեկը չարորակ հիվանդություններն են, որոնց մեջ նաև գլխավոր տեղը կանանց շրջանում զբաղեցնում արգանդի պարանոցի քաղցկեղը, թե ամբողջ աշխարհում, թե Հայաստանում։ Այստեղ մենք մահացությամբ երկրորդ տեղում է գտնում արգանդի պարանոցի քաղցկեղը եւ ինչու, որովհետեւ շատ երկար ժամանակահատված խնդիրը հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշ, հայտնաբերվում է բավականին ուշ փուլերում եւ հանգեցնում բարձր մահացության։ Կանխարգելելու միակ եւ վաղ հայտնաբերելու միակ մեթոդը դա ժամանակին իրականացվող կանխարգելիչ հետազոտություններն են, սկրինինգային հետազոտություններն են, որ ինչպես նշեցիք, մենք ներառել ենք ապահովագրական փաթեթում։ Նշեմ նաև, որ ժամանակակից լավագույն մեթոդն ենք դրել քաղցկեղի վաղ հայտնաբերման հիմքում, դա մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման PCR մեթոդն է, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը։ Մեթոդը շատ հեշտ է իրականացվում, մի քանի րոպե տևողությամբ, նմուշարումը իրականացվում է թե բժշկի կողմից, թե հնարավորություն ենք տալիս կնոջը իրականացնել ինքնանմուշարման մեթոդով, այսպիսով նաև հանելով այն խոչընդոտը, որ կինը պարզապես չի ուզում գնալ բժշկի կամ չի ուզում բժշկի կողմից հետազոտությունը անցնել, զգայունությունը, տեստի էֆեկտիվությունը նույն բնույթն է կրում, որովհետև տարբերություն չկա նմուշարում իրականացրել է բժիշկը, թե իրականացրել է կինը ինքնուրույն, եւ խորհուրդս իհարկե միակն է անցնել տարիքային հետազոտությունը պարտադիր, եթե գտնվում եք թիրախային խմբում, եթե ունեք ցուցումը եւ կանխարգելել խնդիրը, վաղ հայտնաբերել եւ ստանալ բուժում։ Ավելի պարզ, մարդը ինչ պետք է անի, երբ նշում ենք սկրինինգային է ծրագիրը, պոլիկլինիկաներում կարող են նաեւ անցնել առաջնային ուղղակում։ Ինչ պիտի մարդը իմանա անի խուլ հեռավոր գյուղից սկսած։ Տեսեք, նախ թիրախային տարիքային խումբը 30-ից 60 տարեկան կանայք են։ Հետազոտության պարբերականությունը 5 տարին մեկ պարբերականությամբ, թեստավորումը հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում, դա պոլիկլինիկաներն են եւ ձեր նշած ամբուլատորիաները ամբողջ հանրապետության տարածքում այս պահին հասանելի է ծրագիրը, հասանելի է։ Անկախ դու գրանցված աշխատող ես թե չէ։ Դա անվճար չի, դա ապահովագրության շրջանակներում է, իսկ ապահովագրության համար, փաթեթի համար վճարում է կամ անձը կամ պետությունը կամ մենք մեր տարիքով այո, դրա համար անվճար բառը այստեղ ես չեմ համարում տեղին։ Իհարկե, եթե կինը կարիք ունի նաև լրահետազոտությունների, կնոջ մոտ հայտնաբերվում է խնդիր, կինը կարիք ունի բուժման, սա եւս ամբողջությամբ ծածկվում է ապահովագրության շրջանակներում, ինչը շատ մեծ կարևոր քայլ է, որովհետև մինչ այժմ մենք չենք ունեցել նման փոխհատուցում, նման ծավալ եւ ֆինանսական այս բեռը եւս թեթևացրել ենք, վերցրել ենք կնոջ ուսերից, որը եւս մեկ խոչընդոտ է բժշկին դիմելու համար։ Այսինքն օրինակ Հետաքրքիր հանգամանք է արդյոք եթե նայենք որոշակիորեն վիճակագրություն, սա իսկապես փոխհատուցում են հանգամանք ավելի հաճախ են սկսել գնալ, թե դեռ չունենք մենք վիճակագրություն այս մասով։ Իրականում ծրագիրը նոր է մեկնարկել, ապահովագրության ներդրումից ի վեր, մի ամիս շուտ սկսեցինք, դեկտեմբեր ամսից սկսեցինք նախորդ տարվա, հնարավորություն տալով բոլորին մասնակցել ծրագրին, իսկ արդեն հունվարից ապահովագրված կանանց համար է գործում ծրագիրը, մասնակցությունը ցավոք դեռ բարձր չի, կախված նաև իրազեկված
ընդգրկվածության խնդրի հետ, ինչպես նաև այստեղ շատ կարևոր է իրենց առաջնային օղակի ընտանեկան բժշկի կամ գինեկոլոգների կողմից նրանց իրազեկումը, ներգրավումը, նաև հասարակության իրազեկումը այլ սոցիալական հարթակների միջոցով, լրատվականների, ձեր բոլորիս լրագրողների միջոցով եւ իրազեկվածությունը շատ մեծ կարևորություն է կրում։ Կարծում եմ համար 1 խնդիրը ցածր ընդգրկվածության իրազեկվածությունն է։ Մնացած հարցերով մենք երաշխավորում ենք թե որակը, թե հետազոտության, լրահետազոտությունների որակը, որը եւս իրականացվում է բարձր պրոֆեսիոնալ միջազգային վերապատրաստում անցած մասնագետների կողմից։ Այստեղ նշեմ, որ մենք հատուկ սկրինինգային ծրագրի շրջանակներում կազմակերպել եւ իրականացրել ենք միջազգային բավականին հեղինակավոր կառույցի կողմից, որը կոչվում է IFCPC, International Federation of Cervical Cancer Prevention and Colposcopy, եւ ունենք վերապատրաստված 10-ից ավել մասնագետներ, մասնագետների ցանկը գնալով համալրվում է, ունենք բժշկական կենտրոններ, որոնք իրականացնում են լրահետազոտությունը, ցանկը հասանելի է մեր կայքում, UHIF.am կայքում, ինչպես առաջնային օղակի բոլոր հաստատությունների ցանկը, այնպես էլ կոլպոսկոպիկ հետազոտություն իրականացնող բժշկական հաստատությունների ցանկը։ Որևէ նախանշաններ այնուամենայնիվ արտահայտվում են հիվանդության դեպքում։ Տեսեք, ցավոք ոչ, ինչպես քննարկում էինք մինչև եթեր գնալը, չարորակ ուռուցքները սովորաբար շատ երկար ընթանում են առանց որևէ ախտանիշի եւ եթե արդեն կա ախտանիշ, հետեւաբար արդեն ուշացած փուլերն են։ Դրա համար են հենց կարևորվում սկրինինգային հետազոտությունները, սկրինինգ ինքը ենթադրում է, նշանակում է հենց ախտանիշ չունեցող, որևէ գանգատ չունեցող, բայց ռիսկային տարիքային խմբում գտնվող կանանց պետության կողմից հետազոտագիրը իրականացումների մասշտաբ ստացվում։ Այո, առհասարակ սա ԱՀԿ կողմից ընդունված եւ հաստատված սկրինինգային ծրագրերից մեկն է, օնկոսկրինինգային ծրագրերից, որոնք 3-ն են աշխարհում, իրենց ապացուցահեն եւ ծախսարդյունավետ հատկանիշներով, որը եւս ներառվել է մեր ցանկում։ Որն է այն հիմնախնդիրը, որը պետք է կարգավորել, այսինքն ոնց խուսափել այդ առողջական խնդրից կան որոշակիորեն ինչ-որ կետեր, որ միջև օրինակ նույն 30 հասնելը զգում եք, չէ՞, որտեղից է հարցի ակունքը գալիս։ Կարողանաս օրինակ չեմ հետևել առողջության, ինչ-որ հաբեր ընդունել, ստուգումներ անցնել, այսինքն թե դա անխուսափելի է միևնույն է, չգիտեմ, տարածքով պայմանավորված, չգիտեմ, գենետիկ հիվանդություններով պայմանավորված։ Ճիշտ բաներ նշում եք։ Տեսեք, պատճառը արգանդի պարանոցի քաղցկեղի 90% եւ ավել դեպքերում սա ապացուցված է արդեն մարդու պապիլոմա վիրուսն է, այսինքն վիրուս։ Հետևաբար դեղորայքով կանխարգելել կամ դեղորայքով բուժել, բոլորիս հայտնի է, որ վիրուսը որևէ դեղորայքով, որևէ բուժումով չի բուժվում։ Մարդու պապիլոմավիրուսը բավականին տարածված է եւ կա այսպիսի կարծիք, որ բոլոր մարդիկ իրենց կյանքի որևէ ժամանակաշրջանում վարակվում են մարդու պապիլոմավիրուսով, այն փոխանցվում է բացառապես սեռական ճանապարհով, սակայն օրգանիզմը, իմունային համակարգը ի վիճակի է մաքրել վիրուսը օրգանիզմից եւ միայն քաղցկեղածին շտամերի դեպքում, բարձր քաղցկեղածինություն ունեցող շտամերի դեպքում այն հնարավոր է պերսիստենտ, այսինքն կայուն մնալ օրգանիզմում եւ առաջացնել կյանքի որևէ շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղ։ Հիմնական նախատրամադրող գործոնները վաղ տարիքում սեռական կյանքով ապրելն է, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը, այսինքն հավանականությունը վարակվելու սեռական ճանապարհով սրանք են մեծացնում։ Իսկ որևէ բուժում վիրուսի դեմ ցավոք չկա, դրա համար մենք պետք է հայտնաբերենք վիրուսը, եթե այն կա օրգանիզմում, հսկենք եւ նախաքաղցկեղային փուլում արդեն հայտնաբերենք եւ համապատասխան միջամտություններով կանխենք քաղցկեղի զարգացումը։ Այսօր որ ինչ արդիական մեթոդներ են կիրառվում բուժման համար, ինչպես դուք եք նշում, արդեն նախաքաղցկեղային փուլում թեկուզ։ Տեսեք, բոլոր մեթոդները ամբողջ աշխարհում տեղ գտած զարգացած երկրներում իհարկե հասանելի են նաև Հայաստանում, կարևորությունը վաղ հայտնաբերելն է, որպեսզի էֆեկտիվությունը բուժման եւ ապրելիության ավելի մեծանա։ Նախաքաղցկեղային փուլերում իրականացվում է օրինակ արգանդի պարանոցի կոնիզացիա, այսինքն հեռացվում է ախտահարված հատվածը հյուսվածքի եւ ոչ ամբողջությամբ արգանդը կամ հարակից օրգաններ, հարակից հյուսվածքներ եւ այլն, սրանում է կարևորությունը վաղ հայտնաբերման։
Եթե չեմ սխալվում, ժամանակ առ ժամանակ թե կանանց տոներ կլինեն այդ միամսյակի շրջանակում, կարծեմ թե հայտարարվում են այս համընդհանուր հետազոտման մասին։ Գուցե ես եմ սխալ, մեկ այլ հետազոտման մասին էր խոսքը։ Երևի կրծքագեղձի քաղցկեղը ավելի շատ մասնավոր, ինչ որ կամ այլ բժշկական կենտրոնների կողմից այստեղ կարևորում եմ նշել, որ այն մեթոդը եւ այն թեստերը, որոնք օգտագործվում են մեր ծրագրի շրջանակներում, բացառիկ են, ես չեմ վախենա նշել, որ սրանք աշխարհում լավագույն թեստերից են եւ լավագույն երկրներից մի քանիսն են, որ հարուստ երկրներից իրենց կարող են թույլ տալ, նշեմ նաեւ անվանը, ռոշի թեստերն են, FDA եւ ԱՀԿ կողմից հավաստագրված թեստերը, որոնք ընդամենը 10 են ամբողջ աշխարհում եւ ընդամենը 2-3 թեստն է, որ հնարավորություն է տալիս ինքնանմուշարման, որոնցից մեկը հենց ռոշի թեստերն են, որոնք կիրառվում են մեր ծրագրի շրջանակներում եւ թեստերը նույնն են եւ ամբողջությամբ հասանելի նույն թեստը հանրապետության ողջ տարածքում կլինի դա Երևանում, կլինի դա ձեր նշած խուլ գյուղերում։ Եթե այսպես եզրափակելու լինենք, այսինքն այս ծրագրից կարող են օգտվել միայն ապահովագրական այդ շղթայում գտնվող անձիկ եւ դա վերաբերում է նաեւ կենսաթոշակային ապահովագրությանը, թե միայն աշխատավայրերում կամ մասնավոր դիմաց անձանց, ովքեր առողջապահական ապահովագրության մեջ են ներառված։ Պարտադիր ապահովագրական համընդհանուր ապահովագրության ծրագրի շահառուներին է վերաբերվում տվյալ թիրախային տարիքային խմբի 30-ից 60։ Դրանից առաջ մինչև 30 եւս որևէ ցուցում, որևէ կարիք չկա, ինչու, որովհետև նշեցինք բավականին տարածված վիրուս է եւ մինչեւ 30 տարեկան սովորաբար օրգանիզմը ինքնամաքրում է։ Եթե մինչեւ 30 տարեկան իրականացնենք հետազոտությունը, շատ ավելի բարձր լինելու դրական պատասխան ունեցող կանանց քանակը եւ այստեղ ավելի շատ կարող 30-ից հետո դա մաքրվի արդեն մարդու։ Իհարկե անիմաստ հետազոտությունների եւ անիմաստ խոճապի պատճառ է դառնալու։ Իհարկե վիրուսի հայտնաբերումը դեռ չի նշանակում, որ կնոջ մոտ կա քաղցկեղ, դա ընդհանրապես զգուշավորության համար է, դինամիկ հսկողության համար է, այո, եւ նույնը 60-ից հետո, եթե մինչեւ 60 չի զարգացել քաղցկեղ, արդեն 60-ից հետո հավանականությունը, որ կզարգանա եւ ինչպես նաեւ ապրելիություն եւ բուժման էֆեկտիվությունը նույնն է։ Ինձ հետաքրքիր է հետագա ծրագրերի մասին, որևէ այլ նմանօրինակ ծրագրեր լինելու են կենտրոնի կողմից նախադրված, թե այս ծրագրով առնվազն այս տարի եզրափակում ենք։ Հետագա չէ, ներկա ծրագիր, այո, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը եւս գործում է 45-ից 68 տարեկան թիրախային տարիքային խմբի համար ամեն 2 տարին մեկ պարբերականությամբ իրականացնում է մամոգրաֆիա, նորից մեր մամոգրաֆիստները անցել են միջազգային վերապատրաստումներ, համապատասխան սարքավորումներ տեխնիկական պայմաններին բավարարելու դեպքում միացել են ծրագրին եւ իրականացնում են հետազոտությունը նաեւ ուզում եմ նշել, որ շուտով հանրապետության ողջ տարածքում մարզերում եւս կունենանք մամոգրաֆներով համալրում, որտեղ ծառայությունը սահմանափակ էր հասանելի որոշ մարզերի պարագայում, հետեւաբար այստեղ եւս շատ կարեւոր առաջընթաց ունենք եւ նորից խրախուսում եմ բոլորին անցնել իրենց տարիքային հետազոտությունները։ Մինչեւ տարվա վերջ կունենանք նաեւ հասանելի կոլորեկտալ քաղցկեղի, դա հաստ աղու եւ ուղիղ աղու քաղցկեղն է սկրինինգային հետազոտությունը, բոլոր սկրինինգային հետազոտությունները ԱՀԿ կողմից ընդունված ծրագրեր են լավագույն մեթոդներով առաջատար զարգացած եւ խորհուրդ եմ տալիս պարտադիր չսպասել որևէ գանգատի անցնել տարիքային հետազոտությունները։ Շնորհակալություն այսպես մանրամասն ներկայացնելու համար, կարևոր թեմա է, վաղ առավոտից մարդիկ պետք է տեղեկացված լինեն, առհասարակ տեղեկացված մարդը նաև պաշտպանված է։ Իմացեք, որ նման սկրինինգային ծրագիր է գործում, հետևեք առողջությանը ձեզ։ Շնորհակալություն, դուք եւս առողջ մնացեք։ Շնորհակալ ենք։ Մենք ունենանք կարճ դադար մեր եթերում, որից հետո կդիմավորենք մեր հաջորդ հյուրին։